Եվ այսպես մեր տաղավարում են Նարինե Սուլթանյանը, Հայաստանի բակալավր բուժքույրերի միության նախագահ եւ բուժքույր, բարի լույս, եւ Վերա Մխիթարյանը, ուռուցքաբանության, արյունաբանության եւ պալիատիվ խնամքի Հայաստանի բուժքույրերի միության նախագահ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքի բուժքույր, բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար եւ սկսենք իհարկե շնորհավորելով ձեզ, ձեր գործընկերներին։ Առաջինը իհարկե մաղթելով առողջություն ու ասելով շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար։ Շնորհակալություն ձեզ մեզ հրավիրելու համար, սա մեր համար մեծ պատիվ է այս օրը մեր մասնագիտական տոնը կիսելու ձեր հետ եւ ուղիղ եթերում մեր գործընկերներին հնարավորություն ունենալու շնորհավորանք հղելու եւ ուզում եմ ցանկանալ մեր գործընկերներին ուժ եւ եռանդ մեր դժվարին աշխատանքում իհարկե երբեմն մեր գործը մնում է աննկատ, բայց շատ կարեւոր է, քանի որ բուժքույրը իր ամբողջ առօրյայի ընթացքում աշխատանքային process-ում չի կատարում միայն աշխատանք։ Դա հոգատարություն է, նվիրվածություն է պացիենտի հանդեպ, ինչպես նաև պատասխանատվություն նրա կյանքի հանդեպ։ Այնպես որ շնորհավորում եմ բոլորիս այս տոնի առթիվ եւ ցանկանում եմ անխափան աշխատանք։ Շատ լավ, ինձ մոտ որ ես ասում եմ բուժքույր, միանգամից առաջի բառը որ գալիս է ինձ մոտ, դա հոգատարությունն է։ Որ ասում եմ բուժքույր, մտածում եմ որ բայց ինչ հզոր աշխատանք է, չէ՞, դու այդ մարդուն չես ճանաչում, բայց առավոտից երեկո, չգիտեմ, հոգ ես տանում իր մասին։ Օրեր, ամիսներ շարունակ։ Մի փոքր եկեք խոսենք հենց բուժքույր մասնագիտության մասին, բուժքույրերի մասին, նոր հետո արդեն անցնենք մայիսի 22-ին կանոնալիք միջոցառմանը։ Սկսեմ նրանից, թե ինչու մայիսի 12, որովհետև այսօր ծնվել է Ֆլորենս Նայթինգեյլը, առաջին բուժքույրը պատմության մեջ, 19-րդ դարին Ղրիմյան պատերազմի ընթացքում զբաղվել է զինվորների բժշկությամբ եւ ի պատիվ իրեն այսօրը նշում ենք որպես բուժքույրական գործի օր։ Նա նաեւ եղել է առաջին բուժքույրական գործի դպրոցի հիմնադիրը, այդպես նշում ենք այսօրը։ Եվ վերանք շարունակի մեր հայկական արմատները։ Մենք ուզում ենք անպայման պատմական փաստերով խոսել, քանի որ սա դարերի մասնագիտություն է։ Նշեմ, որ օգնականներ չեն բուժքույրերը, այլ մասնագետներ են, եւ դա առանձին մասնագիտություն է, ինչպես որ մնացած մասնագիտությունները եւ սեր չի ճանաչում։ Ամենակարևորներից մեկը ուղղակի մեր հանրապետությունում դեռ սեր է ճանաչում, որը շատ վատ է։ Ինչու պատմական փաստերով մի քիչ կուզեմ խոսել։ Եթե Ֆլորենս Նայթինգեյլը սկսել է 19-րդ դարից եւ մեզ մոտ եղել է Ներսես Մեծի օրոք 4-րդ դարից։ Դե գիտեք, չեն պահպանվել, չի լուսաբանվել եւ այլն։ Եվ դա եղել է բուժքույրական գործը, եղել է տղաների մասնագիտություն։ Միջնադարից սկսած եւ բոլոր ժամանակներից սկսած, քանի որ այդ խնամքը ծանր էր, կատարվում էր եկեղեցիներում, կատարում էին վանականները, այդ պատճառով պետքա այն ժամանակների մտածելակերպով տղամարդկանց դիտել կինը կամ զնել կամ խնամել արգելված էր։ Եվ ինքը ուժ էր իր մեջ պարունակում, տեղափոխել, խնամել եւ այլն։ Եվ նույնը եղել է արդեն, եթե ժամանակների դեպքում գանք, առաջ գանք պատերազմի դաշտում։ Էլի ուժ, ծանրություն, արագություն եւ այլն, այդ ամենը խնամքը կատարում էին բուժքույրը, բայց երբ որ Ֆլորենսը սկսեց արդեն ճրակով կինն էին կոչվում, լույսով մտնել եւ բժշկել զինվորներին վիրավոր, այդտեղից արդեն լույս էր բերում։ Այդ արդեն մի քիչ փիլիսոփայական վիճակ, բայց իրականում ինչ առաջարկեց, ընդհանրապես խնամք, մաքրություն ձեռքերի, տարածքի մաքրություն եւ օդափոխություն, որը համաճարակը կանխեց։ Եվ արդեն 20-րդ դարից սկսած դա դարձավ բուժքույրերի համար մասնագիտություն եւ կանայք աղջիկները սկսեցին ներգրավել հիմնականում։ Եվ ինչու եկա պատմական փաստերով, ապացույց, որ մենք շատ ծանր գործ ենք անում։ Կոպիտ ասած, մենք տղաների գործը այս պահին անում ենք։ Եվ ծանրություն, եւ համբերություն, եւ ուժ, եւ այդ ամենը դիմակայելու հնարավորություն։ Ու այստեղ միացել է արդեն մեր հոգատարությունը, որ մենք պետք է հոգ տանենք։ Ինչու եմ ասում պետք է, անհրաժեշտություն չէ, պետք է, բայց մենք երբեք մեր մասին երբեք ոչ մեկ հոգ չի տանում։ Դրա համար ձեզ ասեցի, այո, մենք կարող ենք մեր մասին մտածել, մենք իրավունք չունենք հիվանդանալու, ինչպես դպրոցում ասում են ինչի ուսուցչուհին հաց է ուտում կամ այլն, նույնը վերաբերում է մեր բուժքույրերին եւ բուժ անձնակազմին, բուժ աշխատողներին, որտեղ դա թիմ է, չեմ կարող չառանձնացնել։
Այնպես որ իրականում ծանր գործ է, այդ պատճառով ես է կշնորհավորեմ, մենք շատ բարդ փուլ ենք անցել։ Իհարկե որոշները իրենք են ընտրել որպես մասնագիտություն, որոշները ստիպված, եւ այսօրվա հետ կապված ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք որ ժամանակի ընթացքում քայլում են։ Այդ բազմաթիվ խնդիրներից մեկը կրթությունն է, քանի որ մեզ մոտ գիտեք, տևական ժամանակ եղել է քոլեջի կրթությունը 3 տարի 6 ամիս, որը շատ քիչ է, քանի որ բուժքույրական գործը նույնպես ունի ծաղկելու, զարգանալու, կրթվելու եւ նույնիսկ դոկտորական եւ այլը պաշտպանելու։ Այդ պատճառով ոնց որ ժամանակակից բուժքույրը իրավունք ունի չկրթվելու, թեկուզ ինքնակրթությամբ հարթակներ ստեղծելու կամ դա հարթակներ ստեղծելը արդեն մի քիչ լայն գաղափար է, բուժքույրը չի կարող դա անել։ Միայնակ անհնար է։ Մենք շատ հաճախ երբ խոսում ենք բժշկի, բուժանձնակազմի, բուժքույրերի կատարած աշխատանքի մասին, ընդունված է ասել նաև սպիտակ բանակ։ Իսկ մեր պատմության ընթացքում մենք բազմիցս առիթներ ունեցել ենք մեր հույսը դնել նաև սպիտակ բանակի ուժի վրա եւ փորձը ցույց է տվել, որ այո, նրանք կարողացել են, դուք ձեր գործընկերները կարողացել եք մարտի դաշտում նաև փրկել կյանքեր այդ պահին, այդ ամենի մեջ։ Ու մերօրյա իրականությունը անդադար փոխվում է։ Նոր մարտահրավերներ են հայտնվում, նոր հիվանդություններ են հայտնվում, եթե ժամանակին դա ընդհանրապես համաճարակն էր, որը կարողանում էր խլել մարդկանց կյանքեր, որովհետև չկար դեղորայք, հիմա թվում է թե ամեն ինչ կա։ Կա նորագույն տեխնոլոգիաներ, կա դեղորայքային բուժումներ, բայց արի ու տես, որ կան հիվանդություններ, որոնց դեմ պայքարը անտանելի մեծ ուժեր է իրենց ենթադրում։ Ինչպիսի մարտահրավերի առաջ է կանգնած այսօր բուժքրոջ աշխատանքը հենց։ Առաջին մարտահրավերը դա Google-ը եւ արհեստական բանականությունն է, որովհետեւ երբ որ բուժարունները այո, քանի որ գրականության առումով չի ասի սուղա, բայց ունենք խնդիրներ գրականության, որտեղ հայկական գրականություն մեծ, ինչպես որ համեմատենք միջազգային գրականության, այդպեսին չէ, գրադարանները պետքա փնտրել կամ լեզվի տիրապետել, որպեսզի իմանալ։ Անգլերեն լեզվով են հիմնականում։ Մարտահրավերներից մեկը դա է, մարտահրավերներից ամենակարևորը, որ մենք պատրաստում ենք բուժքույրեր մեր երկրում, կրթում ենք լավ, եթե փուլային ենք նայում, բայց հետո չենք զբաղվում իրենց աշխատանքով, իրենց ապահովությամբ, իրենց պահանջներով եւ այդ բուժքույրերը կամ գնում են թե օրինակ գիտեք, կոսմետոլոգիան ինչքան զարգացած է։ Գնում են այնպիսի տեղեր, որտեղ աշխատավարձ կա եւ համեմատակ CTV, կամ ովքեր տիրապետում են լեզուների եւ ունեն գիտելիքներ, երկրից դուրս են գալիս։ Այսինքն մենք արտահոսք ենք ունենում մասնագետների, դա նույնպես խնդիր է։ Մեր դրանից բացի, երբ որ արդեն գալիս են բուժքույրերը, հիվանդանոցներ, որպեսզի անցնեն աշխատանքի, ծանրությունից խուսափում են, ժամային գրաֆիկից խուսափում են, աշխատավարձից խուսափում են, քանի որ ծանրության նշեմ 24 ժամյա հերթափոխը, եթե հերթապահությամբ են աշխատում, դա շատ ծանր է։ 24 ժամ կտրվել ամեն ինչից ու միայն մտածել աշխատանքի մասին, դա բավականին ծանր է եւ դա խնդիր է հանդիսանում սխալներ թույլ տալու։ Բուժառուների թիվը 1-ի բուժքրոջ հարաբերությամբ, մեկը օրինակ միջազգային երկրներում մեկը 3-ի, մաքսիմում մեկը 4-ի, բայց մեզ մոտ մեկը 10-15-ի։ Տվյալ բուժքույրը չի կարողանալու հասցնել այդ նույն համեմատական կարգով, եթե հաշվենք բուժքույրը հիվանդանոցի միջանցքերում քայլում է կիլոմետրեր, բուժառու հիվանդասենյանում սպասում է 5 կիլոմետրը երբ է մոտիկանալու։ Համեմատական կարգ այդքան քայլում են բուժքույրերը, այսինքն մենք ունենք նաև այդ խնդիրը։ Ունենք աշխատավարձի խնդիր, որը որ նույնպես սուղ է, հետևաբար երբ որ բուժքույրը գա, ինքը չի ուզենա արդեն աշխատի։ Այդ խնդիրների մասը կուզեմ այդ շարքով նկատենք։ Քանի որ մեր ժամանակը կարճ է, շատ արագ եկեք խոսենք ամսի 23-ի կոնգրեսի արագ ներկայացնեմ մեր միությունը, բակալավր բուժքույրերի միությունը, որը ստեղծվել է մի քանի ամիս առաջ, իհարկե շատ երիտասարդ ենք, բայց մեր հիմքում կանգնած է ամերիկյան համալսարանը, որտեղ 2022 թվականին հիմնադրվեց բուժքույրական բակալավրի ծրագիրը, որը միտված էր ստեղծել մասնագետներ, ովքեր համահունչ կլինեն միջազգային պրակտիկային, եւ 2025 թվականին առաջին շրջանավարտներով մեր տրամաբանական շարունակությունը պատկերացրեցինք միություն ունենալով եւ այդ միության շրջանակներում կազմակերպեցինք կոնֆերանս բուժքույրերի համար, շուրջ 200 բուժքույր կմասնակցեն մեր կոնֆերանսին եւ կստանան նոր գիտելիքներ, նորարարական մոտեցումներ բուժքույրական գործի վերաբերյալ մեր
գործընկերն են ուռուցքաբանության, արյունաբանության պալիատիվ խնամքի Հայաստանի բուժքույրերի միությունը, ամերիկյան համալսարանը, Հայ օգնության ֆոնդն է մեզ շատ աջակցել այս հարցում, կոնֆերանս կազմակերպել, ինչպես հասկանում եք, հեշտ գործ չի, եւ առանց աջակցության չենք կարող իրենց խորհուրդներով եւ մեր կողքին կանգնելով շատ շնորհակալ ենք ձեզ էլ բոլորին էլ ովքեր աջակցել են մեզ։ Կոնգրեսի մասին ավելի մանրամասն հետաքրքրվող մարդիկ, ովքեր պլանավորում են մասնակցել, որտեղից ինչպես կարող են իմանալ։ Քանի որ կոնֆերանսը լինելու է թիվը սահմանափակ է 200 հոգու համար, այդ պատճառով եւ որ համակարգված լինի, մենք նախորդ զբաղվել ենք հրավերով։ Հրավիրել ենք մի քանի կենտրոններ, մոտ 10-12 կենտրոններ, որովհետեւ բոլորը կարողանան ներգրաված լինել եւ բոլորը բուժքույր են։ Ու ամենակարևոր դերը այստեղ բուժքույրն է, հենց ինքն է դասախոսություն անելու։ Բուժքույրը կրթում է բուժքրոջը։ Ամենակարևոր նպատակներից մեկը նաեւ դա է։ Ունենք նաեւ հյուր Ղազախստանից, ով գալու է եւ ներկայացնելու մեզ տրանսպլանտացիայով, իսկ մնացածը կկիսվեն դասախոսությունները նույնպես, որ նշեցի բուժքույրեն, երկու ամերիկյան համալսարանի ավարտացած բակալավրատ եւ Յոլյան կենտրոնի բուժքույրերն են, ովքեր կներկայացնեն իրենց փորձը եւ դասախոսության միջոցով։ Սա առաջին անգամ է լինում, թե մեր դեպքում այո, մեր միության շրջանակներում առաջին անգամն է, իրենց միության շրջանակներում 5-րդ անգամն է։ Մեր միության շրջանակներում, 5-րդն է, մենք սկսել ենք 22 թվականին Յոլյան կենտրոնից 20 հոգի թիմով։ Այդ ժամանակ իհարկե ղեկավարության աջակցությամբ, քանի որ կազմել միություն հասարակական կազմակերպություն եւ առաջ գնալ հնարավոր չլինի։ Եվ սա մեր 5-րդ տարեկան կոնգրեսն է, բայց կուզեմ նշեմ, որ 23 թվին նույնիսկ կազմակերպել ենք 550 հոգու համար բժշկական համալսարանի մեծ դահլիճում։ Դրա համար սա հետևություն ոնց որ մենք արդեն սկսենք միություններով աշխատել, քանի որ այդ միության գաղափարը մեր հանրապետությունում շատ կարեւոր է։ Նպատակն է աջակցել բուժքույրերին, այո, միակ նպատակը աջակցել բուժքույրերին, մեր գործին, պատրաստել լավ կադրեր, կրթության ուշադրություն դարձնել, քանի որ դա ամենակարևորն է ու Այսինքն մենք փաստում ենք, որ բուժքույրերի պակաս ունենք Հայաստանում, ես ճիշտ հասկացա։ Գիտեք, բուժքույրերի պակաս կա ամբողջ աշխարհում։ Ամբողջ աշխարհում բուժքույրերի պակաս կա։ Ու մենք ունենում ենք բազմաթիվ հրավերներ արտերկրից, լավ պայմաններով, բայց բուժքույրերը գիտեք, հարմարվում են, կարոտում են իրենց երկիրն, բայց չեն գնում։ Բայց իրականում բուժքույրերի պակաս ամենուր կա։ Ու եթե մենք ստանդարտներ հետևենք ինչ որ ստատիստիկայի, արտերկրում մեկ բժշկին 3-4 բուժքույր է, ոնց որ միասին են աշխատում մեզ մոտ, մեկ բժշկին 1 կամ 2։ Այդ արդեն մեծ թիվ է։ Իսկապես։ Եվ նմանատիպ նախագծերը, գաղափարները, որոնք իրականություն են դառնում, օգնում են նաև բուժհաստատություններին հետագայում գտնել լավ ու որակյալ մասնագետներ, այս դեպքում բուժքույրերի տեսքով բուժ եղբայրներ մասնակից ունենք, այդքան խոսեցինք, որ դա տղամարդկանց մասնագիտություն է եղել, բայց մենք իրենց կարիքը միշտ զգում ենք, քանի որ աշխատանքի մեջ լինում են, որ ուժային է։ Դա մենք չենք կարողանում կամ 1-2 հոգով ենք անում, բալանսի համար, այո, շատ կարևոր է, բայց մեր հանրապետությունում քիչ է, ինչպես նշեցիք ոլորտի հետ կապված, հաստատության հետ կապված, ոչ միայն հաստատությունը պետք է փնտրի լավ բուժքույր, նաև ինքը պետք է նպաստի բուժքույր զարգացման համար, քանի որ հաստատության դեմքը հենց բուժքույրն է։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք շատ։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ, ձեր գործընկերներին, բոլոր այն մարդկանց, որոնք աշխատում են բուժհաստատություններում, ասելով շնորհակալություն ձեր կատարած անձնվեր աշխատանքի համար եւ շատ ուրախ ենք, որ նմանատիպ գաղափարներ իրականացվում են նաեւ թիմային աշխատանքների միջոցով։ Ձեր մասնագիտական կրկին կհանդիպենք եւ մասնագիտական օգնության կարիքը թող մարդիկ ավելի քիչ ունենան։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։